Բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքներն այրելու համար վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է մինչև 50,000 դրամ տուգանք, որը սակայն չի խանգարում մարդկանց առաջացնել հրդեհավտանգ իրավիճակներ։ Գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված Արարատի մարզում բնակիչներն այրում են ոչ միայն սեփական տարածքներում առկա չորացած բուսածածկույթը, այլև ճամփեզրերի խոտերը, չպահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, ինչն էլ հաճախ հանգեցնում է ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև խոշոր հրդեհների։ Հերթական դեպքը տեղի էր ունեցել Մարմարաշենում։ Կրակը տարածվել էր այրելով էլեկտրասյուները, հոսանքի եւ մի շարք այլ ընկերությունների մալուխներ։ 2 օր առաջ հրդեհ էր բռնկվել, խոտածածկ տարածքներ այրվել, հրշեջներն են օգնության ասել, մարել են կրակը, բայց կրակի հետևանքով հենասյունն է այրվել, հենասյան վրա Efnet Telecom-ի մալուխներն են վնասվել ամբողջությամբ, որի հետևանքով ամբողջ մարզը ծառայություն չի ստացել։ Efnet Telecom-ի աշխատակիցը վստահեցնում է, որ նման դեպքեր հաճախ են լինում, որի հետևանքով ընկերությունը վնասներ է կրում, իսկ բաժանորդները ժամեր շարունակ մնում են առանց ինտերնետ կապի։ Միայն այս տարածքի մասին չի խոսքը, նաև եղել է հրդեհներ Սուրենավանում 2 անգամ, Քաղցրաշեն գյուղում, որտեղ մալուխները նորից վնասվել են, ու նմանատիպ խնդիրներ դեռ շատ են լինելու, կխնդրենք բնակչությանը, որպեսզի ուշադիր լինեն։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Ղուկասյանը մեծ հետ զրույցում նշեց, որ մարզում իրականացնում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Մեր ծառայողների միջոցով բաժանվում են բուկլետներ, որում նշված են հրդեհային անվտանգության կանոնները։ Դրա հետ մեկտեղ թե պետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային կայքէջերում տեղադրվում են բազմաթիվ տեքստեր, որը վերաբերում է հրդեհային անվտանգության կանոններին։ Վերջինս հորդորեց քաղաքացիներին խուսափել նման գործողություններից եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին ու ենթակառուցվածքներին։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին չիրականացնել ինքնակամ հրդեհներ, եթե հրդեհներ իրականացնում են սեզոնային աշխատանքների ժամանակ, այսինքն մաքրում են իրենց դաշտերը եւ վերջում այդ ամենը այրում են, խորհուրդ կտանք պահել անվտանգության կանոնները հետագա տարածումից, այսինքն հետագա ընթացքը կանխելու համար։ Արարատ հեռուստաընկերությունը եւս կոչ է անում պահպանել զգոնություն եւ չհրդեհել խոտածածկ տարածքները, որոնց հետևանքով կարող են այրել տներ, ինչպես նաեւ վնաս հասցնել մեր հայրենակիցների կյանքին ու առողջությանը։